Ողջույն։ Ողջույն 15 հունիսի ժամը 2:30 23 աստիճան ջերմություն։ Այդտեղ շուտել ենք մեկ դուրս գալիս։ Աշտոց պողոտա Այո։ Եվ այ կայացած այգին սենց ալնում։ Ոչ թե վերածննդի այգին գնացինք։ Նայ, այստեղ էլ տես հողը խնդրեմ։ են վարվում։ Կպած գործ են անում տղեկը։ Քանի հոգ են։ Գնանք տնանք քանի հոգ են գործ անում անայդ։ Իմ ակնոցները մի քիչ ունենց վարդագույն բան ունեն։ Ես էլ նայում եմ այս հողին, ասում եմ, այս ոնց է կարմիր ավազը լինի։ Ակնոցներով։ Այն ծառը տես։ Էդ ինչ լավ ծառը, էդ ոնց է կոչվում։ Էդ ծառը ոնց է։ Դեկորատիվնի բաներ են, յասամաններ են։ Յասաման։ Դե դե մի բան է, տոստի չգիտեն, դեկորատիվնի ծառը։ Դեկորատիվնի յասամանա։ Հա։ Ողջ այգին է, այդ բոլորը նոր են կնկել։ Հա։ Եթե ջրողը նույնիսկ չգիտի անայդ, մենք հանգիստ իրավունք ունենք չիմանանք։ Ամենայն դեպս ես դեկորատիվնի յասաման սրան չէի ասի։ Դեկորատիվ։ Սիրուն ապար, չէ։ Հա։ Են վերևներն էլ կար են, կոմիտասի այգու մոտ, մի երկու հատ էլ ընդեղ էր։ Ես առաջ անգամ Վարդանյան հենց մոտ եմ տեսել այդ ծառը։ Արմիս շապ սոտքի։ Ինչ է անայդ ջան։ Այս արձան է, ինչ է։ Ոչ մի բան չկա գրած։ Արձան չես։ Չի կանկայա։ Չեք անգամ որ մոդա էր։ Դե Էրեբունի մոտիվներով էլ է հենանայի տակը։ Ինչ բաներ է, ինչ է հնարում, արծվի գլխով, ինչ-որ առյուծի ոտերով։ Այո, միթոլոգիստի բաներ են, Հասկացա ոչ։ Պերսոնաժներ։ Հա։ Ես էլ մեր ով է, Տիգրան Մեծն է, ով է։ Անե, դե եթե Էրեբունի մատիվներով է Տիգրան Մեծը ինչ կապ ունի։ Գնացինք։ Դե ասա ով է։ Դե չգիտեմ, կարող է արգիշտին, բայց կնոջ անունը չգիտեմ, անայդ հանգիստ հող ինձ։ Արգիշտի գրած է, նայ։ Հա, ինչ է գրած։ Էրեբունի 782 թվականներ թվարկությունից։ Արշակի ռեստորանը տենց չէր կոչվում։ Այո, ես էլ Երևանը գրած։ Դե սաղ պարզեցինք։ Բայց ես թագավորուհու անունը չմացանք։ Էդ ինչ բարդ խոսք ասեցիր, հասարակ խոսք կա։ Թակուի։ Թակուի, թակավորահու, են ինչ ասիր։ Թագավորուհու։ Թակավորուհու։ Հələ ինչ ծառ են կտրե այ մարդ։ Դե նա պտած է մեջը դու էլ մի Այսօր ինչ օր է։ Երկուշաբթի։ Նկարչիչները խնձնս։ Լայն անձնակազմով եկել։ Իրանք ամեն օր լինում են, եթե լավ եղանակներ լինեն։ Լավ, ես հասկացա, ինչի են սենց շատ։ Ինչի։ Մենք այսօր շուտ ենք դուրս եկել։ Այո, քաղաքն էլ տես, ուսանողություն շատ կա, երիտասարդներ։ Օրը առաջ, էլի գոնե առաջները սա ոչ թե վերջանումա դուրս են գալիս։ Արի մի հատ ռուսերեն շորտ նկարենք ան այդ Սարյանի մասին։ Թող մի քիչ լայն
աուդիտորիայով մեր Սարյանին ճանաչեն, ինչ ասեցիր։ Ուսում։ Հա, երեք չենք նկարի կակրաս ռուսերենը։ Կակրաս, հա։ Դե ինչ հիշեցինք, մատնեցինք Սարյանից, հա, այդ։ Շորտերում ծնայք։ Հիշելը որն է, մենք շատ կարայինք պատմեինք, ուղղակի շորտ է, համար Այո։ շատը պատմեց, շատը ոնց է։ Սև։ Հենրիկն էր Սիրավյանը շատ հետաքրքիր պատմություններ իր մասին պատմում։ Իր աշակերտները։ Այո։ Իր աշակերտներ են բանը համարը ինքն է նկարել էլի։ Սունդուկյանի են ներսը Հայաստան նկարել։ Հայաստան։ Դե իհարկե Սարյանի ղեկավարությամբ էլի։ Սարյանի տանթանգարանում էլ կար, չէ՞ այդ նկարը։ Երևի, հա, այդ նկարը փոքր տարբեր չափսերով։ Տարբերակը փոքր էր, բայց Դեր կան։ Դեկիր մարդեր։ Մեզ sense մի հատ աղջիկ մոտեցավ։ Ասեցիք այսօր ինչ օր է, ես չգիտեի այդ Այսօր Հայաստանի դրոշի օրն է։ Հա, Հունիսի տենց։ 15-ը, այո, այդտենց օր կա։ հետաքրքիր է։ Հա, ու մենք Երևանի տարբեր մարդկանց նկարում ենք դրոշով, ուզում ենք ձեզ էլ նկարել։ Խնդրեմ, Հայաստանի հեսա անջատեմ, կանգնենք։ Այո, մենք Երևանում ենք ապրում։ 1950 թվից կինս ինձանից 3 ամիս երկար է ապրել Երևանում։ Իսկ դրանից առաջ որտեղ եք ապրել։ Դրանից առաջ դեռ չենք ծնվել։ Հեսա կնկարեք երեխեք ջան։ Եկեք։ Ուրեմն սես մի հատ հետաքրքիր բան պատահեց ժողովուրդ, տեսակ դրոշակով եկանք, ստեղ նկարվեցինք Անահիտի հետ։ Հետո ուզեցանք մեր նստարանը տենանք արդեն զբաղված է, այսինքն երիտասարդ էր։ Մոտեցանք շատ հաճույքով մեզ հրավիրեց նստել, զրուցեցինք, պարզվեց շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ողջույն Գրիգոր ջան։ Բարև Արմեն ջան։ Միատ ինձ նկարեք, ոչ։ Լավ է, իսկ Հա։ իհարկե։ Դե մի հատ ցույց տամ, Գրիգորը ասեց մի քիչ լավ չեմ սափրվել, այն շուշաթրաշ չէ։ Ներողություն իհարկե։ Ջաջա Արմեն, բայց պատահական հանդիպում է սա։ պատահական հանդիպում։ Բարև ձեզ։ Ողջույն Գրիգոր ջան։ Եկա։ Լավ է, Արմեն ջան։ Նորմալ։ Ահագին արդեն իրար հետ ծանոթացանք, բայց հենց խոսքը հասավ մի հատ Տապիկի։ կետի։ Գրիգոր ջան, ես սկսեմ թեթև պատմել, դու էլ ինձ կուղես։ Հաճույքով։ Ուրեմն Գրիգորը ծնվել է Պոնչիկանոցը բոլորդ գիտեք։ Այո։ Պոնչիկանոցի բակում, այնտեղ սեփական տներ կան։ Շիկանոցի շենքի հետևի սեփական բնակարանի մեկը։ Մեկում, այո, ես այդտեղից ենթադրեցի, հարցրեցի, որտեղ մերոնցից կան մարդիկ, որ այնտեղ ապրում են, ու իրանք նորեկ էին, ասենք Հունաստանից, տարբեր տեղերից։ Գրիգորը ասաց, չէ, մեր պատմությունը ուրիշ է, ոնց ենք մենք Մեր այդտեղ։ ջուր ուրիշ դրեն է։ Գրիգոր ջան, լսում եմ, արդեն ես էլ չեմ պատմի դուք։ Կարող եք հարցեր տալ, մեծ հաճույքով կպատասխանեմ։ Այսինքն, հա, սկսենք պապիկից։ Պապիկն է տունը սարքել, ոնց է ինքը հայտնվել Երևանում։ Ես Երևանում եմ ծնվել 65 թվականին, իմ հայրն էլ է Երևանում ծնվել 34 թվականին։ Կարող եմ ինձի 32 թվականից թե 31 թվականից հստակ չեմ հիշում, պապիկս Երևանում է, բայց երևանցի չեն իրանք, այլ մեր Գեղարքունիք մարզի Կարմիր գյուղ, որի անունը նախկինը եղել է Կուլալի։ Շատերը կհիշեն, գիտեն այդ գյուղը որպես Կուլալի գյուղ։
որը գտնվում է Քյավառի կողմում, Քյավառ Կամո քաղաքի վերևը։ Քյավառ Կամո այն ժամանակ Կամո էր կոչվում։ Այդ Գավառը այսօր ինքը Գավառը ընդամենը 2 կիլոմետր է գտնվում վերև։ Քյավառա գլուխ են ասում քյավառցիները։ Այդպես էլ ասում են։ Կուլալի չեն էլ ասում են Քյավառա գլուխ 2 կիլոմետր է։ Իրանց բարբարով էլ ասում են իհարկե։ Գրիգոր ջան կներես, ես քեզ մի վարքյան ընդհատեմ։ Անահիտը այնտեղ զրուցում է ինչ որ մերոնցից մեկի հետ։ Արի մենք վեկանանք, իրար էսպես բոսնելով զրուցենք։ Հաճույքով Արմեն ջան, հաճույքով։ Ինձ էլ է հաճելի, որ մեր կարող եմ մի երկու բան իմ կողմից ավելացնել։ Հեսա կամերան փոխեմ, ձեռներս էլ թույլացավ։ Մի րոպե։ Գրիգոր ջան գնացինք։ Գուլյատանենք։ Զրուցենք։ Հա, ուրեմն պապիկը գյուղը նկարագրեցիր, ներկայացրեցիր, իմացանք։ Մեր հարգելի, մեր շատ սիրելի պարոն Ալեքսանդր Թամանյանը, երբ որ Ալեքսանդր Թամանյանը, 23 թվականին գալիս է Հայաստան, այո, եւ ստանում է շատ մեծ պաշտոն, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, եւ սկսում է ինչ անել օպերան։ Պրոյեկտ ոչ միայն օպերան, այլ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն է ստեղծում, որը ստացվում է հրաշալի, որը աշխարհի ամենալավ հատակագծերից մեկն է համարվում, այժմ էլ կենտրոնի մասին է խոսքը իհարկե։ Դու գիտես, քանի որ ուղղակի զրուցում ենք, ես էլ ասեմ, ուրեմն շատ ինձ համար անսպասելի էր, ես Թիֆլիսը շատ հավանում եմ, էլի։ Ես էլ։ Բայց ես վերջերս մի քանի հոգի մերոնցից, մեկը կար ընդհանրապես Ռուսաստանից էր, ասեց ինչ եք ասում, Երևանը մի քանի անգամ Թիֆլիսից լավն է, ասեցի, բայց ինչ է հաշվին, սա լավ տները, հին տները քանդեցին բան։ Երևանը շատ հարմար է ասում է, ինքը ռադիալ քաղաք է ասում է, էլի։ Ինքը արև քաղաքը։ Այո, իսկ Թիֆլիսը ասում է այդ քուրայի երկանքով մանաման տուրիստին ասում է շատ անհարմար է, էլի միտեղից միտեղ գնալ։ Վсё, էլ չեմ խանգարի։ Շատ շփվում եմ տուրիստների հետ եւ կարող եմ ասել ինչ որ չափով էլ իրանց հետ լինում է աշխատում եմ, որպես ես մեծ սիրով, որպես խոբի, ես կապված եմ մի քանի տուրիստական ագենստվոների հետ։ Մի քիչ իհարկե եւ ֆինանսային մոմենտն ենք բարելավում եւ ես շատ եմ սիրում։ Ես կարող եմ անվճարել տուրիստական ծառայություններ։ Մի րոպե, այդ նոր գործ բացվեց։ Գրիգոր, դու քո մեքենայով, հա, տանում ես իմ հորքուրի տղայի հետ միասին, որովհետեւ ես համարում եմ գիդը զբոսավարը, ավելի շուտ հայերեն ասեմ, իրավունք չունի նստի ռեգին, դա կլինի հանցագործություն, ես պարտավոր եմ, եթե ես աշխատում եմ զբոսավար, ես մարդկանց պատմեմ այս շենքի մասին, այս եկեղեցու մասին, այս վանքի մասին, այս իրադարձության մասին։ Հենց Երևանով, հա, թե քաղաքից դուրս։ Բոլոր Հայաստանի տարածքով։ Գրիգոր ջան, ուրեմն այս պատմությունից ահագին ձեր ընտանիքի շեղվեցինք, բայց ոչինչ հետ կգանք։ Անպայման։ Հիմա դու մի հատ դանդաղ քո հեռախոսի համարը ասում ես, որտեվ մերոնցից շատերը գալիս են ու կարող է քո կարիքը զգան։ Քեզ կզանգահարեն։ Մեծ հաճույքով կմատուցեմ իմ ծառայությունները բավականին մատչելի գներով։ Ահա, դե հիմա հեռախոսի համարը ասա։ 43 01 3343 Սարգսյան Գրիգոր։ Սարգսյան Գրիգոր, եղավ Գրիգոր ջան։ Հիմա անցանք պապիկին։ Թամանյանը երբ որ ավարտեց իր գործը, ինչքան հիշում եմ 30-ական թվականներից սկսել է օպերան, գրանցում կա պատի վրա օպերայի 30-ական թվականներից սկզբից, այո, նա սկսեց օպերայի շինարարությունը եւ քանի որ այն ժամանակ այդքան շատ լավ վարպետներ չկային, պարոն Թամանյանը ստիպված ինքնուրույն ընկնում էր Հայաստանի
շրջաններով, գյուղերով, գեղերով, Շետակիր է։ Ավաններով, Հենց ինքը, հա։ հենց ինքը։ Իմանում էր որտեղ լավ մասնագետ կա, լավ Հարց ու փորձ անելով, հա։ Այո, իմանում էր, գտնում էր այդ մարդկանց եւ ասենք թե մի 10 հոգի հասցե երբ որ հավաքում էր, ասենք թե չգիտեմ, դա լինի Էջմիածնում, դա լինի Աշտարակում, դա լինի, չգիտեմ, Սիսիանում։ Գնում էր հասնում էր ընդ բոլորին այցելում էր, ոնց էլ լինի կեսին բերում էր Երևան։ Այո։ Գալիս են Երևան։ Ու այդ ընթացքում ձեր գյուղը գնաց իմանալով, որ ընդ քանի հոգի կան։ Ես չեմ միանում այդ նրբությունը, քանի հոգի կար, բայց իմ պապիկը առաջինն էր այդ շարքերում, այդ առաջիններից մեկն էր այդ շարքում, որ ինքը պետք է այցելեր։ Գնում է դուրը ծեծում է պապասա պատմե, որովհետև ես պապիկից չեմ տեսել, պապիկս բավականին շատ շուտ է մահացել։ Եվ բանը իմանում է որտեղ է ապրում, իմանում է իր գործերը, միջև այդ գնում է, տենում է, իրան ասել են, որ ինքը մասնակցել է այդ գյուղի, Կարմիր գյուղի եկեղեցու վերականգնում է, գնում է, տեսնում է, շատ լավ ձեռք է ունեցել, լավ քարտաշ է եղել, ինքը լավ քարտաշ է եղել, որ ինքը բարձրագույն կրթություն ցավոք չի ունեցել իմ պապը։ Գրիգոր, մենք սկզբից որ խոսացինք մի թեթև, դու ասեցիր գյուղացիները ասել են ինքը մենակ լրիվ է սախ սարքել է։ Չէ ուզում դա նշելի։ Հա, երբ որ կամերայի մոտ չէր, այդքան համեստ չէի, հա, հիմա դառար համեստ։ Մի խոսքով Արմեն ջան, այցելում է, ասում է որտեղ է Միլիտոն ալնում իմ տոպիկի անունը, շատ հետաքրքիր անգլիական անուն, Միլիտոն, լորդի անուն է ունեն։ Իր եղբայրների մեկի անունը լինում է Գրիգոր, մեկի անունը լինում է Գուրգեն։ Այո։ Շատ հետաքրքիր եղբայրներ են լինում։ Գուրգենը մեր առաջի օրվանից հիմնավորման Ձերժինսկու հաստոցաշինական գործարան ենք ունենում, ճիշտ է։ Այո։ Որը հիմա ինչքան գիտեմ չի էլ գործում։ Չի գործում, չէ։ Առաջի օրվանից դրա գլխավոր ինժեներն է եղել։ Իսկ մեծ բանը Գուրգենը մեծ եղբայրն է լինում։ Իսկ փոքր եղբայրը Գրիգորը, որի անունը Գեզանդերը։ ասել, որպես նասլեստոնոց էր այրեն։ Որպես ինչ։ Նասլեստվա, վայ։ Հա։ Ի հիշատակի իմ պապան իր հորեղբոր անունը դրել է իմ վրա, որովհետև շատ բարի մարդ է։ Ժառանգ։ Ժառանգ, այո, Գրիգորից ես իմ անունը ստացել եմ պապայից հորեղբոր անունը Գրիգոր։ Շատ ուրախ եմ, քանի որ մեծագույն անունը հայերիս համար Հա, դե նարեկացին բոլա։ Առաջին հերթին լուսավորիչ ունենք, հետո Լտես է, իմ գլխին նարեկացին եկավ առաջի հերթին։ Ես Հա, ոչինչ։ Թույլ չեմ տա ձեզ ասեմ դուք սխալ եք, բայց կներես սխալ ես Արմեն։ Հասկացա։ Ուրա նարեկացին միջև լուսավորիչ, ճիշտ է։ Մի խոսքով, իսկ Գրիգորը եղել է Հայաստանի առաջի 5 տաքսիստներից մեկը։ Երբ որ Հայաստանը սովետական միության ժամանակ ստացել է 5 առաջի մեքենան, ինչքան հիշում եմ Ամոզիլ մագնիշի մեքենա, Պատկերացնում եմ ինչ 5-ից մեկը եղել է նա։ կոլորիտ մարդ է եղել, չէ՞, քաղաքով մեկ հայտնի։ Արուստ։ Դրանից առաջ եղել է Զագոձերնոյի բանը, գրուզավիկ քշող, փողոց անցնում եք, չէ։ Չէ, չենք անցնում։ Արի, մի քիչ ժողովրդին նայենք ու գնանք։ Okay։ Հիմա դու պատմի ոնց պապան ինչքան հասկացա, պապիկը ես անընդհատ պապան եմ ասում, ինչքան հասկացա Թամանյանը հոգատար է, որ բնակարան ունենա այդ մարդը, չէ։ Այդ պատմի։ Ցավոք սրտի դա չի եղել։ Չի եղել։ Դենց չի եղել, որովհետև պատերազմ ընկավ Մեյդան։ Ես հերթով կարող եմ պատմել, կարող եմ։ Գալիս է հասնում է Թամանյանը Կուլալի գյուղ, Կարմիր գյուղ, Գավառա գլուխ։ Հարց ու փորձով գտնում է, բա որտեղ է Միլիտոնը, ասում են, նա այդտեղ էս ընդ թափ թազա սարկած նորակառույց տուն։ Մի տարի թե 2 տարի առաջ փսակվում է տատիկիս հետ։ Եվ տատիկի մաման, քանի որ իմ տատիկը ծնվել եւ ապրել է Եղարքունի գյուղ, որ առաջ կոչվել է Բաշկյան,
ինքը Վաշկանցի է։ Տատիկս է կուլալեցին, տատիկս է կարմիր։ Տամփեսա երեք է պապիկետ։ Տամփեսա չի եկել, ցավը տանը։ Իմ պապիկին տատիկիս մաման, որը Սիրուն է եղել, Սիրուն։ Տիրուն, հա։ Սիրուն, էլի։ Տիկին Սիրունը իր աղջկան հարսանիքին ստանում է 6 սոտկա հող, 600-օրթական սոտ, 6 սոտկա հող է ստանում եւ նվիրում է հարսանիքի օրը իր փեսային եւ իր աղջկան։ Ես ինչ լավ նվեր էր, հա, շատ լավ նվեր է։ Շատ լավ նվեր է, բայց տամփեսա չի։ Հասկացա։ Նեյտրալ տարածքում է նա։ Տարածքում, այո։ Եվ պապիկս այդ հողի վրա շատ արագ, քանի որ ինքը շինարար է, արագ Քարի մասնագետը։ Այո, լավ վարպետ է, տուն է սարքում։ Եվ որ երբ այդ տուն սարքել մի քանի ամիս հետո գալիս է մեր պարոն Թամանյանը մտնում է, տենում է լավ տուն, ասում է դու ես կառուցել, ասում է հա, եւ ասում է վեշերը թափկերտում ենք Երևան։ Բա չէ, ցավը տանեմ, պարոն Թամանյան, քեզ շատ սիրում եմ, քեզ շատ հարգում եմ, բայց թող մի քիչ կյանքս էլի իմ կնոջ հետ։ Այ մարդ երիտասարդ ընտանիք, հա։ Ընտանիք վայելեմ։ Հասկանում եմ։ Ասում է չէ։ Ասում է բա ես ինչ անեմ, ես իմ։ Մի րոպե, բայց դեն դուխով որ ասում էր չէ։ Դիմացը մի բան պետք է այդ մարդուն խոստանար, չէ։ Դա դե լսի, շարունակի։ Չեմ անվերում։ Շուշուտ ասա։ Ասում է տունը չի կորին, մի մտածի։ Ես գնում եմ քո տունը։ Թամանյանն է ասում։ Ասում է բախր ես քո վրա ոնց վաճառեմ։ Ասում է ինչ արժի, ինչքան ես գնահատում։ Վերջը Բերյանից բանա։ Ասենք թե 1000 ռուբլի ես, չգիտեմ։ Հա, դե այն վաղտա փողերը մենք հիմա ինչ ենք հասկանում, հա։ Ասում է 1000 ռուբլի, բայց ես չեմ վաճառում այն տունը։ Ասում է տաղա ջան։ Ասում է ես քեզ հենց հիմա 3000 ռուբլի փող եմ տալիս։ Ով քաշի տանի։ Ասում է պարոն Թամանյան, ես չեմ կարող քեզանից գումար վերցնել։ Մի րոպե, սխալ ես պատմում։ Ինչի՞ եմ սխալ։ Այն վաղտ պարոն չէին ասում, ընկեր Թամանյան ասում է։ Համաձայն եմ քորեց։ Արմեն ջան։ Որ դոկումենտալ լինի։ Ահա։ Ասում է ես քեզանից չեմ կարող այդպես գումար վեկալել։ Ահա։ Հա չէ տղա ջան, ես քեզ տանելու եմ, կուտունել չեմ ուզում օրի։ Մի րոպե, Թամանյանը տունը առնում է, բայց թողում է պապիկին տունը։ Չէ։ Բա ինչ անում։ Առնում է, չգիտեմ ինչ անում։ Հա։ Չգիտեմ։ Հա, հասկացա։ Պապս ասում է ես իմ տունը 1000-ով չեմ ծախում, բայց եթե դու այդքան ինձ գնահատում ես ու այդքան բավականին լավ տարբերակներ ես առաջարկում, քաղաքում կգրանցեմ, հետագայում բնակարան կտամ Երևանում, երբ որ օպերա Քաղաքում կգրանցեմ, հետագայում բնակարան կտամ։ Մի րոպե կանգնեմ, այս ֆայլը շատ երկար է, էլի, ու շարունակենք։ Նկատեցիք, չէ, Գրիգորը անգլերեն էլ է տիրապետում, 7 տարի Լոս Անջելես ապրել ասեց եմ։ it's okay։ Նենց որ 7 կարակ տարի Գլենդել ապրել եմ։ Եթե ձեր երեխաները այդքան լավ հայերեն չեն հասկանում, Գրիգորը կարա զբոսնելուց անգլերեն էլ պատմի։ Հա։ Нет, не пойдет։ Всё, կներես, ես քեզ ընդհատեցի տեխնիկական։ Գլենդել ապրելուց հետո վերադարձել եմ իմ երկիր, որը գժի նման սիրում եմ։ Քաղաքը, իմ երկիրը, իմ հայրենը։ Շարունակեցինք։ Ուրեմն վերջը համոզեց Թամանյանը։ Համոզեց սենց, պապաս ասեց պարոն Թամանյանը, ես քո 3000-ը չեմ վկալի։ Չէի ուզում, բայց քեզ հարգելով գալիս եմ 1000 ռուբլով էլ կտամ իմ տունը։ Այն էլ ասում է չէ։ Ես քեզ 2000 կտամ։ Պապաս ասում է չէ, 1000։ Վերջը 1500-ով բարիշացնում են։ Այն էլ Թամանյանն է ստիպում 1500 ռուբլի կտամ։ Այնի ասում է 1000 տոն, այնի ասում է չէ, 1500 պետք է անպայման վերցնես։ Մի խոսքով գալիս են Երևան, իհարկե մեր Երևանը իհարկե այսօրվա Երևանը չէր։ Այո։ Փոշոտ, հնոտ, պարսկական ոճով քաղաք, որը պետք է մի քանի տասնյակ տարի հետո դառնա մեր գեղեցկուի Երևանը։ Եվ
հենց շնորհակալ պարոն Թամանյանին, ես էլի պարոն եմ իրան համարում։ Հիմա կարաս, այն վաղտ ընկերեր։ Հա։ Մի խոսքով բանա Արմեն ջան, պապիկս ընդունվում է, աշխատում է, ապրում Իխա է։ ջան, մի րոպե էլի, պապիկդ այդ ժամանակ երեխա ուներ, թե ինքն ու կինն էին։ Ինքն ու կինը։ Հիմա մի հատ լավ պատկերացնենք այդ Իմ վիճակը։ պապան 34 թվականին է ծնվել։ Այդ մարդը սաղ իր կրավա, դոշակ, անկողին բան սաղ հավաքեց, դրեց Արմեն ջան, գրուզավիկը, եկան Հայկական Երևան։ ստող պատմեմ էլի։ Մի խոսքով։ Հենց Հա, իմ խոսքը հասնելու գալիս էր դրան։ հասնելու ենք դե։ Հա։ Երբ որ շինարարությունը սկսում են, մեր Թումանյան եւ Մաշտոցի անկյունում, որը այս մեր օպերայի անոնսներն են, պլակատներն են կախված, ինչ կոնցերտ։ Անդեղ է էլի Թումանյան Մաշտոց անկյունը, հա։ Երկաթի Փարիսը որ հիմի կա։ Հա, աֆիշեկը որ Այդ դրա կպցնում։ անկյունում բարակներ են լինում, որտեղ ապրում էին օպերայի շինարարության մասնակից բանվորները։ Հատուկ բանվորների համար։ Այո, այն ժամանակ 0-ի։ Հələ տես է։ Այո, Չեմ եւ իմացել։ քանի որ իմ պապիկը ընտանիքով մարդ էր համարվում, փսակված, ամուսնացած, կին ուներ եւ Լյուքս բարակ են տալի։ լյուքս բարակ են տալի այն ժամանակ, այո, կարելի է հաշվել Արմենիա հյուրանոց։ Եվ իմ պապիկին առանձին սենյակ են տալի իր խոհանոցով, չգիտեմ ինչ, բավականին լավ պայմաններ է Հա, առաջարկում։ գործի տեղն էլ լավ մոտիկ։ Կպած։ Կպած։ Իմ պապան որ այս պատմությունը պատմում էր, այս 100-ամյա ծառերը որ կան, Ահա։ այս Սոսի են Կեքիներ հիմա են, ասում։ Սոսի։ Ինչքան գիտեմ, Ասա կեքի ես է։ չինար գիտեի։ ռուսերեն պլատան է սա կոչվում։ Պլատան, հա, կլոն, ես ինչ ասես ասում ասում Սա եմ։ պլատան է, ռուսերեն, հայերեն էլ ինչքան գիտեմ կեչի է կոչվում։ Մի խոսքով դա չէ։ Իմ պապան որ պատմում էր, ասում էր մեր տան կողքը մի երկու մատ հաստությամբ շվի էր դրած։ Մեր բողազ շունն էլ այդ ծառից կապած էր։ Ահա։ Պատկերացնում ես։ Այդտեղ Հենց Թումանյանի այստեղ։ վրա, հա։ Այսօր այդ ծառը ես ամեն ոնց էլ լինի ամիսը կամ 2 ամիսը մեկ մոտիկանում եմ, շոյում եմ, ինչի՞ չեմ եկեք ամփիում։ Դե իշնեք մի հատ այդ ծառը տնանք։ Հաճույքով։ Առաջի այս անկյունից որ Թումանյանի անկյունից մտնում ենք դեպի այդ կաֆեն, առաջի ծառն է։ Այո։ Առաջի ծառն է, վրան էլ հիմի սենց ինչքան հիշում եմ, ես վերջերս տեսա պլակատի նման ուրախտուի ինչ որ տեսարաններ ան դպցրած։ Հա։ Հեսա մոտիկանանք, տենանք, մնացելա թե հանել է։ Կաֆեի հենց մեջն է։ Ու պապիկը մինչև վերջ աշխատեց, Մինչև վերջ չի աշխատում։ Օպերան։ Իմ պապիկը աշխատում է մինչև 39 թվական։ Մեր օպերան ավարտվել է շինությունը։ Ինչ լավ թիվ չասեցիր։ Հա։ Հա, չէ, այն 37-ն էր։ Չէ։ Հա։ Ոչ պակաս իրադարձություն է, բայց այդ քո ասածը չի, ոչ 6, ոչ 7, Հա։ ոչ Եղիշե Չարենցա, ոչ էլ մնացածը։ Հա, Կարկասում։ Հա։ 39 թվական սկսվում է ֆինական պատերազմը։ Եվ պապիկը ընկնում է հայերեն ասած պրիզիվիտակ։ Ինչ ասում, գնում է Ֆինլանդիա կռիվ անելու, այ քեզ ճակատագիր այն արդ։ Կարկասու այդ պատերազմը երկար չի տևում, ընդամենը ողորմի ձեզ ժողովուրդ, բոլորին տեսել եմ Ֆրունզիկի հետ էլ անձամբ ծանոթ եմ եղել, Շերենց, Դե ձեր շենքում այնքան կան չէ։ դերասաններ կաֆե գոյություն ուներ, սաղորը նստած 1:28 հրազդան գինի էին խմում տղեկը։ Քանի անգամ հարբած։ Հրազդան գինին շատ կներես 97 կոպեկ էր էլ մի թանկացրա։ Ես 120-ն եմ հիշում։ Հա, կարող է կաֆեում ներսը թանկ են ծախում։ Իմ ու քո մեջ 10 տարվա տարբերություն կա Արմեն ջան։ Ոնց 10 տարվա։ Բա դու 50 թիվ եմ։ վաու 15 ուրեմն։ Հա, 15։ 50 թիվ ես։ Հա, Ես 65 թիվ եմ, ախպեր, ես 61 տարեկան եմ։ Մի խոսքով ընկերոջս ասեմ, պապիկիս ստանում են պատերազմ, գնում է, ծառայում է, ընկնում է այդ ֆինական պատերազմին, սլավա բոգու։ Բայց այդ մարդը գործ էր անում, ուր վեկալան տարան։ Ումը։ Պապիկը։ Չէ։
Չհարգեցին։ Չհարգեցին, ոչ Թամանյանին հարգեցին, ոչ պապիկին։ Հա, Ասեցին կգա հետո։ Ֆինլանդիան վեգալ ենք հետո։ լավ։ Պապիկս 40 թվականին դե Հետ ա հիմնականը գալի։ սկսեց նոյեմբերին, ավարտվեց փետրվարին։ Հա, անջատեմ մի հատ ջուր խմենք։ Զարմանալ է, չէ՞, կենտրոնում ու սենց լավ ջուր։ Շատ լավ ջուր հայ։ Հա, Մի խոսքով նոյեմբեր 40 թվականին վերադառնում է, շարունակում է իր աշխատանքը օպերայի վրա։ օպերայի վրա, հա, Այո։ ուրիշ տեղ էլ չէ, աշխատում է իր կյանքում։ Հա, Եվ էլ այդ հարցը չտամ։ ես կասեմ հետո որտեղ աշխատում։ Ուրեմն, հա, մենք որոշել ենք Հա, անցնել, չէ՞։ կանցնենք ընդեղ։ Մի խոսքով գնում է հետա գալիս է էլի շարունակում է 41 թվականի պատերազմին իհարկե Իրան էլ Էլի տանում եմ։ տանում են բանակ Այ քեզ ճակատագիրը մարդ։ եւ Իրան ասում են տղա ջան որտե՞ղ ես ծառա բա Լենինգրադսկի ֆրոնտ Հա, այդ Կարելիա, Մարելիա, Ֆինլանդիա այդ են ծառա դե ասում է այս անգամ էլ քեզի կուղարկենք Լենինգրադսկի ֆրոնտ ուղարկում են Լենինգրադսկի ֆրոնտ եւ իմ պապը ընկնում է բլոկադա վայ, Լենինգրադի բլոկադան սկսում է ընկնում է բլոկադա իմ պապը Ու քանի տարի է տենց մնում ընդեղ։ 3 տարի մնում է բլոկադայում 44 թվականին երբ որ սովետական չեմ հիշում հստակ 43-ի վերջ թե 44-ի սկիզբ երբ որ սովետական միությունը ճեղքում է բլոկադան բանա անիչա այդ որ գնում են ատակայի հայերեն գրոհի են գնում իմ պապիկի հենց կողքը ռումբա տրակում այս ռումբը որ տրակում է ձնախառը հողը մողը պապուս ագում ախպեր պապս մնում է հողի տակ մի շաբաթ մնալուց հետո սովետական ռազմավարները երբ որ էլի գրոհի են գնում այդ ավչարկաշներից մեկը կանգնում է ու սկսում է փորել Ինչ ասում են։ փորում է սրանք քաշում են չի պոկվում տեղից այս շունը այն վերջի մոմենտին որ արդեն պոկում են սապուկ են տենում Հա, եւ որ սապուկ են տենում ուրեմն մարդ կա հա, եւ որ շունը փորում է մեռելներ չէր փորի ուրեմն ողջ է հա, հա, որ բան են անում հանում են պապուս ձանտակից բայց քանի որ ինքը մի շաբաթ ձանտակա մնացել Առանց ջուր, առանց ոչ մի բան, հա, սարցակալած ալնում ձախ եւ ձախ ոտը եւ ձեռքը լրիվ վարի գնացած հայերեն ասած ու այ, ուղարկում են հոսպիտալ սկզբից Ռոստով են ուղարկում հետո տենում են որ բուժելու էլ բան չունեն այս մարդու ոչ ձեռը ոչ ոտը մի ձեռն ու ոտը չեն աշխատում որոշում են կամիսավատ են անում հրգում են Երևան այս խեղճ մարդը ոչ ոտ ունի ոչ ձեռ ունի գալիս է ոչ էլ Թամանյան ունի քանի որ պարոն Թամանյանը 36 թվականին արդեն մահացած է լինում դա մի խոսքով Իսկ կինը երևի հետ գնաց գյուղ, հա? Կինը այդ ժամանակ այդ թվականներին գնացել է տատս գյուղ, քանի որ իր մաման եկել է, իր փոքր 3 երեխայի հետ, պապաս առաջինը եւ 2 քույրիկին հավաքում տանում է գյուղ։ Քանի որ գյուղ Դե բնական է։ Գյուղում ապրելը հեշտ է լինում, շատ անհամեմատ։ Պատերազմի տարիներին։ Մի րոպե մի հատ էլ կանգնացնեմ, այս երաժշտությունը անցնենք։ Էյակաչ։ Հա, մի խոսքով 3 երեխա։ Հա, 3 երեխու տեղը տեր առնում, որ վիրավորվում է։ Անստիկ։ Հետո Գրիգոր։ Էսա ծառը ցույց տա։ Էս, հա։ Չէ։ Հա, էս հոյակապ։ Ապորի հետերին։ Հա, ափսոս էս լավն էր։ Են էլ պատասխան։ Են էլ սրանման շատ գեղեցիկ ծառա, հես է, դիմացի ծառա։ Այս հրաշքն է։ Այս հրաշքն է։
Բայց ինչ հաճելի է, չէ՞ որ մնացել է, էլի։ Հա, ոնց եմ ես ուրախանում չես պատկերացնում։ Այս ծառն է, ժողովուրդ։ Հենց իրանց բակում էր, հա, Գրիգոր։ Իրանց բարակին կպած, ծառ, այն գիտարը որ կպցրած է, տենում ես սև սենց պալոսկայա գնում, այդ ժամանակին ուրարտական ինչ-որ շատ սիրուն պլակատ է այդտեղ։ Պապիկի ժամանակ, հա։ Չէ, այս վերջերը։ Հա։ Դրանով եմ հիշում, այ հեսա է, տես, հետքերը մնում է, հինի գիտարն է, հինի պոկել են գիտար, էսի մեր ծառն է, էսի իմ պապու ծառն է, իմ հոր ծառն է։ Ծառի անունը ոնց է, անուն դրել Ուսեր ես, են չէ։ պլատանա, հայերեն կեքի է։ Չէ, քու անձնական դրած, չունես տենց։ Պապիկի ծառ ենք ասեմ ենք միշտ։ Պապիկի ծառ, Պապաս ասել է պապայի ծառ, ես էլ ասել եմ պապիկի ծառ, 100 տարեկան ծառը մինիմում։ այո։ Գնացինք եղբայր։ Բա ոնց եղավ է, որ տունը եղավ, այդտեղ հասնենք։ 44 թե 45 թվականին պապս որ վերադառնում է, իրա միացրել ես, գնում ես ապիսը։ Բա ոնց։ Հա, իրա կռիշանել գոյություն չունի, արդեն Թամանյան չկա, Հասկացա։ մեկ ժարգոնով խոսամ էլի, Խոսա, երևանցիները ոնց ճիշտ հարմարան, ոնց հարմարան հենց է Պարոն խոսա։ Թամանյանն ես գոյություն չունի, մահացել է, պապս ինվալիդ վերադարձել է, ինքն էլ է հասկանում, որ ինքը արդեն չի կարող աշխատել, երեխաները մանր, պապաս 10 տարեկան, մի քուրիկը 5 տարեկան, մի քուրիկը 7 տարեկան, տատս էլ ինվալիդ, բրոնխիտով հիվանդ 5 րոպե չէր կարում առանց այդ պզիկների շնչորության խնդիր ուներ, չի աշխատել սաղքյանքը։ Պապոս գալիս է տնօրինության մոտ, ասում է ես եմ Շինարարության տնօրենը։ Շինարարությունը դեռ գնում է։ գնում է, այո, ասում է ես սենց մարդ եմ, ես ինձ համարում եմ Թամանյանի ընկեր, Թամանյանը ինձ շատ լավ վերաբերվել է, ասում է ես գիտեմ, որ ես ինվալիդ եմ, ես հաշվանդամ եմ, ես չեմ կարող աշխատել, բայց ասում է 3 պստիկ երեխա ունեմ, ինձ խնդրում եմ մի հատ գործ տվեք երեխեքին տիրություն անեմ, սովամա չլնենք։ Թամանյանի տղա Գևորգը հաշվի առնելով այդ ամեն ինչը ասում է Միլիտոն ջան, ցավը տանեմ, ես քեզ չեմ կարող այնց աշխատանք տամ, որ ասենք թե դու կարողանաս լրիվ Դե պարզը։ դու պետական ինչ-որ թոշակի կստանաս, մի քիչ մենք կօգնենք, մի խոսքով ահակ են ձևակերպ, պահակության գործ են տալ, ուրիշ բան այդ մարդը չի կարող անել, Արմեն ջան, չի կարող։ Դե կարող քարտաշներին հետևեր, որ որակով Չգիտեմ, անեն։ իրան տալիս են, Օտեկա, իրան տալիս են պահակություն։ պահակություն։ Հա։ Այդ Դե լավ։ ժամանակ էլ այդ արդեն այս բարակները Էլի շնորհակալ ենք։ Էլի շնորհակալ, ասում է իսկ ո՞րդ է մնամ, էլի։ Ասում է մենք քեզ պահակություն տալիս ենք մեր գարաժի պահակ։ Գարաժի պահակ։ Այդ գարաժը գտնվում է այստեղից, չգիտեմ, 250 թե 350 մետր բարձր։ Պոնչիկանոցի հայաթի մեջ 7-8 հատ բոքս կար։ Հա։ Այդ ասում է մենք որոշեցինք այդ բոքսերից մեկը նվեր տանք քեզ, որ դու ընտանիքով տեղ ապրես, Այո։ եւ համել աշխատես հենց։ Մշտական դու մեր պահակն ես։ Համաձայն ես, համաձայնվում եմ, բա Ինչ անի քեզ մարդը։ Այո, ախորս ասեմ, ու տենց ինքը մնում է դա 45 թվի մասին էր պատմությունը։ 47 թվին մի հատ էլ հրաշք տղայա ունենում, անունը դնում են Արարատ, իմ պապայի անունը Ալբերտա եւ Արարատն է ծնվում 47 թվականին։ Ասում է տատի իմ տատիկին հարց, ասում է ում ես շատ սիրում, Ալբերտին, հորս թե փոքր տղուտ։ Այդ ինչի դեր պետք։ Ադեսուս է, ասում է իհարկե իմ Ալբերտին, ասում եմ ոնց կլինի, ենի պստիկ էր, ճիժ էր, ենի փոքր երեխա էր, ասում է էդիկ իմ վերջի մեղքն էր, ասում եմ խի տատ, դա պատմենք որ մեր ժողովրդական լեզվով
Իմ տատիկը իմ 86 թվականին է մահացել։ Այո։ Միջև 86 թվականը ինքը իր Քյավառի բարբառը չփոխեց։ Խաում ջան։ Ասում էր խա, ես մենակ իմ մեր տաղոներ։ Մի խոսքով։ Ասում էր էնի իմ վերջի մեղքն է։ Դու հասկանում ես։ Շատ լավ։ Շատ լավ։ Եվ 50-ական թվականին, չէ, 51 թվականին պապս մահանում է։ Պապս մահանում է, իմ պապան մնում է 17 տարեկան, երեխեքը ավելի մանր, ինչ անի, պապան սկսում է աշխատել է, բացի սկսել է աշխատելը, սկսում է այդ մի բոքսը, մի գարաժը, որ պետությունը տվել էր մեզի, ինքը իր այդ երեխեքի յոլա տանի, սկսում է ընդլայնել, մեծացնել, ամրացնել, Մի օր ես ասարկում, մի օր են ասարկում։ Սովետի ժամանակ են սամազախվատ էին ասում, սամաստրոյ էին ասում, ինքնական շինություն էին ասում, տենց, Մի խոսքով և դառնում է շատ լավ տուն, մեր տունը, որտեղ ես եմ ծնվել, որտեղ իմ երկու քույրիկն են ծնվել։ Դե հեռախոսիդ համարը արդեն ասել ես մոտս կա, մի օր կզանգեմ կգամ կնայենք տունը։ Չես կարա տենաս, քանդել են տեղը։ Էլ չկա։ Չէ։ Ափսոս։ Տեղը կա համսուս տաման։ Տեղը։ Ոնց չի կանոցի հենց հետ է։ Բա այդ եբ կանդեցին։ 89 թվականին։ Ու որտեղ տուն ստացաք։ Լավ թաշե։ Հա, լավ ռայոն է։ Լավ է, մեր տունը գիտես մի միլիոններ ասեր։ Էստեղին, հա։ Իհարկե։ Մեզ Հա, դե։ Այդ ճիշտ ես ասում։ Ես ինադու եկան հասած դե, ուզում եմ քեզ մի բան ցույց տամ։ Այս քանդակը տենում ես։ Ահա։ Այս քանդակի բարելիեֆները սաղ իմ պապն է տաշել։ Էս կոնկրետ էս մեկը։ Դեմքը չէ, մնացածը սա կոնկրետ իմենը սա։ Իմ պապն է, իմ պապու գործը։ Դες սպասի մի հատ կամերան փոխեմ։ Ահա։ Վարտետ է արել։ Հիմա Գրիգորը կարար ասեր, էս է լենել, Եթե չէ, եթե ճիշտն եմ պատմում, էս մեկը 100% Գրիգորի պապին արեն, ուտոնը։ դեմքը, բացի դեմքը, մնացածը Դեմքը քանդակագործ։ Այո, չեմ հիշում ով, բայց կողքի աշխատանքները դա իմ պապու աշխատանքն է։ Այո։ Որով ես Բարձանում ես։ Իհարկե, մենակ մի քարեր դրած ըլնի օպերայի շենքում ես արդեն իրավունք ունեի բարձենել։ Գրիգոր, ես գիտես ինչ եմ լսել։ Ասում է Թավանյանը արդեն վատ էր տենում։ Ահա, Ես որ շարում էին, ահա։ ինքը մոտենում էր։ Գնանք այդտեղ դեռ իրն էլ ցույց տամ։ Ասում է ինքը ամեն դրվող քարը ձեռքով շոշափում էր ոնց է դրած, որ ակրել է։ Տենց չեմ կարա այդ մասը։ Տենց պատմություններ չի հասեք ես։ Ինձ չի հասել, ես ստույգ կարող եմ պատմել այն ինչ որ ես անգիր գիտեմ։ Եվ ես բանը, գիտեք ինչ եմ, սենց տղուս ուղեղը մտցրել եմ ես պատմությունը։ Թող իմ տղեն էլ իմ պապերի, իմ նախնիների պատմությունը իմանա։ Ինքը շատ լավ անգիր գիտի, իմ տղեն էլ, իմ աղջիկն էլ, իմ երեխեքը շատ են սիրում իմ նման մեր քաղաքը, մեր երկիրը, մեր Երևանը։ Դա էլ իմ պապու պատմությունը Արմեն ջան, եղբայր ջան։ Այո, այստեղից սկսած, սա 80-ական թվականների գործեր են, ինչքան հիշում եմ։ Այստեղ որտեղ ավարտած չէր 80-ական թվերին վերեցին, ավարտեցին։ Այո, Են կողմից էլ են ֆասադն է։ ու գիտեք ինչ, մի անգամից զգացվում է նորն ու հինը։ Են դե մի քիչ ավելի շատ ոնց որ մայայի ճարտարապետությունն է։ Են քարը որտեղ էր կարող է։ Հիշես, որ գրած այս ինչ թվին։ Անկյունին գրած է, Այս կողմը չի, ես այս կողմն էի հիշում։ Հա, հեսա շուրգանք։ Ահ, 30 թվականից է։ Իսկ 31 թե 32 թվականից իմ պապա այստեղ աշխատել։
Նախագծել եւ կառուցել է ժողովրդական ճարտարապետ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։ Հիմնադրված է 1930 թվականին։ Իմ պապը 31 թե 32 թվականից այստեղ աշխատել։ Այսինքն հիմքը դրեցին ու Ընկավ հավաքյան գրելու։ կավ։ Ես էլ ախպեր ջան, իմ պապուս պատմությունը։ Շատ քեզ շնորհակալություն, որ Ես էլ եմ շնորհակալ, կիսվեցիր մեզ հետ։ որ իմ հիշողություններից կարող է մի մարդ լսի դուրը գա եւ ինչի չէ իմ պատմածով թարմացնի եւ իմանա մեր երկրի, մեր քաղաքի, մեր մեծագույն Թամանյանի մասին եւ մեր կարևորագույն կառույցներից մեկի մասին։ Այո, որը հրաշք է համարվում համաշխարհային ճարտարապետության նմուշների մեջ։ ճիշտ ես։ Դա էլ կարող եմ ավելացնել։ Ճիշտ ես։ Ես շատ երկրներ եմ եղել, մոտ 60 երկրի չափ։ Երկիր եմ եղել սենց օպերաներ մի քանիսն են, Փարիզ, Վենա, Օդեսա, ինչի՞ չէ, շատ սիրուն օպերաներ կա, եւ որի այդ նրանց հաշվին կա եւ մեր հայկական մեծ Գրիգոր, ես գիտեմ, որ 39 թվի կոնցերտ է։ Գրանպրի ստացել պրոյեկտը, հա? Ես չեմ կարող լսել։ իհարկե լսել։ Հա։ Իմանալու Փարիզի դրան։ Այդ տարվա երկրագնդի լավագույն չտծմանը։ 100% ճշտել է, իհարկե կարելի է ճշտել։ Աբոյին որ հարցնեք կասի։ Կարող եմ մի օր էլ ես հանդիպեմ քեզ եւ Արդեն իմանաս։ Այո, Այդ սուգելը դժվար չի։ ինձ էլ հետ այդ։ Արի ես քեզ հետ հրաժեշտ տամ։ Այո, Մենք կզբոսնենք իհարկե դեռ, այո։ մինչև հասնեմ կնոջս ընդեղ զրուցի։ Կարող եմ երկու խոսք ես էլ իմ կողմից ավելացնեմ։ Իհարկե կարաս։ Ես շնորհակալ եմ ձեր նման մարդկանց Արմեն ջան։ Մեր հին երևանցիներին, որին ես էլ եմ ինձ համարում հին երևանցի, քանի որ իմ հայրը 34 թվականին ծնվել է Երևանում, ինքը ծնվել է առաջի հիվանդանոցում, ես ծնվել եմ առաջի հիվանդանոցում, քույրիկները ծնվել են առաջի հիվանդանոցում, էլի մեր Թամանյանի սարքած առաջի հիվանդանոցում իրավունք ունեմ ես ինձ կոչել հայ երևանցի, սովորել եմ, ավարտել եմ Չեխովի անվան դպրոցը, ավարտել եմ մեր Ժող ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը եւ Էվալա քեզ որ այդ ֆակուլտետը կարացել ես ավարտես։ 80-ական թվականին պարոն ֆակուլտետը շատ լավ դեկան են ունեցել պարոն Խալղացյանը իրան բարի հիշատակ էլի։ Ինչ ասեմ, ես այստեղ եմ ծնվել եւ այստեղ մեծացել։ Այս ջուրն է խմել սառնորակ իհարկե։ Այո։ Այս ամեն մի քարը ինձ ծանոթ է ու հարազատ, ամեն մի ծառին ես երևի 100-ավոր անգամ ձեռք եմ տվել։ Շնորհակալ եմ քո նման մարդկանց, ով որ հավաքում է այս ինչի՞ չէ իմ պատմությունների նման պատմություններ։ Որ ասեմ հատուկ հավաքում եմ, չէ, բայց տենց ստացվեց այսօր։ Ես ձեզ բան չեմ եկել, չեմ թե լրիվ պատահական հանդիպեցինք Արմեն ջան, ուրախ եմ իմ գիտեք որ հանդիպեցի ձեզ, ուրախ եմ ձեր հետ ծանոթությանը, գնահատում եմ այսպիսի լավ մարդկանց։ Ես էլ մեր չինացի հյուրերը։ Ես ոնց ես ջոգում, չինացի են, թե կազախ են, թե… Շամպես եմ ջոգում։ You from China? China. Yeah. China։ Bye. Այ մարդ ինչ լավ է անգլերեն խոսում ես բում ու պետք է ասեի։ Մի խոսքով Արմեն ջան, շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք, շնորհակալ եմ, որ լսողներին էլ շնորհակալ եմ, որ լսեցին, մի պատմություն էլ ավել կիմանան։ Եղավ, քեզ էլ շնորհակալություն։ Միշտ առողջ լինես։ Դուք եք։ Ահա, Գրիգորը ինձ ճամփու դրեց մինչև Անահիտը, Անահիտին էլ ստեսություն ասեց։
Դու Գրիգորի հետ անցկացրեցի ժամանակ, ես զույգ էր Ռուսաստանից, Մագնիտագորսկից, երկու զույգ։ Երկուքին։ Այո, երկրորդ օրն էին այստեղ, երեք էին եկել։ Հիացած էին քաղաքով, իսկ ժողովուրդով։ Վայ, ասում եմ, «Էս ինչ բարեհամքին, էս ինչ ժողովուրդ է», ասում եմ։ Մի բան հարցնում ես, ասում եմ, կարա քո հետ 15 րոպե քայլի, մինչև հասցնի այդ իմ ուզած տեղը։ Այդքան ասում եմ, շադիր, այդքան բարեհամ։ Այդ ընդամենը մի օրվա մեջ, հա, թե երկու։ Այո, երեկու այսօր է։ Հավաքարար էր եսին, որ մետրոյում, ասում եմ, տուալետն էինք հարցնում, ասում եմ, շվաբրան գցեց ու եկավ մեր հետ մինչև տուալետ հասցրեց։ Այսով է։ Բա չէ բանը։ Այն անեկդոտը հիշում ես։ Էս։ Հա, Էս այն երկիչն է։ հա, էդդ, Մելաձեն։ Միլաձե, հա։ Դե էս երիտասարդը։ Մերը, Երիտասարդին գիտես։ ինչ լավն է աստեղ։ Դե տենց է նկարը։ Հա, Նկարիչը տենց է տեսնում իրեն։ ինչ ֆիլտրով արել, էլի, բայց շատ լավն է։ Այն անեկդոտը ասում է, уборщица в аэропорту тетя Дуся на 50 языках могла кричать: «Куда ты по помытому полу пошел?» 50 լեզվով, Երկար ֆրազա է։ բայց 50 լեզվով գիտի։ Լավ մտակացները։ Սպասում։ Չէ՞։ Աջան, Այն փոքր նկարը աշուն է, ինչ լավն է։ դե կամերան չեմ կարա փոխեմ անա այդ։ Ինքները ստոպի ամեն կապանի չկամերա։ Ինչ համեստ մարդ է, ձեզ։ Չէ, լավ տղար է շատ։ Աման չկոպնի ձեզ։ Անայդ գնացինք, մի հատ բան նայեցինք, ինքը ինչ-որ ուրիշ անուն էր ասում ես սարին։ Պլատանի վրա ոնց որ թե, բայց թեղի էր, ինչ էր։ Մասին ես խոսում։ Չինարի, սոսի, ենքան անուն են տալի ես խեշ սարին։ Հա, ինչ։ Իրա պապին որտեղ ապրել է, Թամանյանը, Տեղել եք գնացել։ հա այդ ծառը, հենց պապի բակում էր։ Թամանյանը այդեղ բարակներ է եղել, շինարարների, էլի։ Հա։ Հա տենց։ Հետո սաղ կոմենտն է։ Ինչ նկարահանել ես։ Հա, այդ կնայես Այնտեղ կնայեմ արդեն։ պատմությունը։ Հա։ Դու սուրճ չես խմել այսօր, Արմեն ջան։ Գնանք, նստենք, շուտ գնանք տուն, սուրճ, ճաշ։ Քաղաքը այս ժամերին, ոչ թե մենակ երեկոյան դուրս գալիս։ Հա, ճիշտ է, ոնց անենք շուտ դուրս գանք։ Դե դու պետք է այդ անես։ Ես առավոտը շուտ զարթնում եմ։ Դե ես էլ որ դե հիմա որ շուտ գնանք, շուտ կավարտեմ, շուտ կքնեմ, շուտ կվեկանամ։ Դու այդպես ասում ես։ Ինչքան շատ ժամանակ ալու, այնքան դու ավելի ձգձգում ես։ Չէ, Ու չէ։ վերջը էլի ուշ գիշերն ես վերջացնում։ Դե լավ։ Հայր ջան, լավ մնաք։ Հա, արդեն հրաժեշտ ենք տալիս։ Հա, հրաժեշտ ենք, նստենք գնանք, բա այսքան խոսացինք, որ շուտ ելնի ամեն ինչը դու արդեն պլանները փոխում ես։ Բուտկաներ են հանել, դες էստեղ։ Ստեղ բուտկա էր, չեմ էլ հիշում։ Ֆրեշեր էր։ Հա, վայ ճիշտ է։ Մի հատ էլ էստեղ տղա հանդիպեցինք, որը դպրոց էր ռուսական բացել, հիշում ես Բաղրամյան մեկ ասեց։ Հա, Զրուցեցինք հետ։ Ստեղ հանդիպեցինք։ Այստեղ էր այդ բուտկայի Հա։ մոտելից։ Դե քաղաքը ազատում են, դեռ հլա շատ կա իհարկե ազատելու բաներ, բայց դեռ էլի լավ է։ չէ, օրինակ բանը Սարյանի այգին արդեն Հա, լրիվ։ շատ գրագետ տեսք ունի։ Սարյանը արժանի էր դրան, բա ո՞նց։ Ահա, կոմիտասը արժանի չէ, հա։ Կոմիտասն էլ արժանի ու կլինի դա։ Արդեն սկիզբը կա։ Արի, անայդ, արի ես։ Ոյ։ Ասում եմ, հենց մոտեցանք նոր Հա, ունել նենց էլ բարձր։ Դե վերջ, հայր ջան։
Միշտ առողջ արդեն ասել էի չի խանգարի մի հատ էլ։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Հետո ես նայեցի կոմենտները Զանգակ Բամբակում։ Հա? Այո, արդեն կոմենտներ կար։ Բոլորին շատ շնորհակալություն ձեր ջերմ մաղթանքների, ջերմ խոսքերի համար։ Մի րոպե, Զանգակ Բամբակը արդեն YouTube-ում կա։ Կա, այո, արդեն 1000-ից ավել նայել են 3-4 ժամում։ Դե ուրեմն քթեք հայր ջան, դժվար չի։ YouTube-ում խփում եք Զանգակ Բամբակ։ Մեր էջի վրա Արարատներ գրել, որ նայելա, մեր կենացը խմեց։ Արարատը։ Առայժմ հեռա կա։ Ուրեմն հույս կա, որ մենք կհանդիպենք Արարատ ջան։ Շնորհակալություն բոլորին եւս։ Այո։ Հաճելի է։ Ստեսություն բոլորին։ Եվ մնաք խաղաղությամբ։ Լավ օր լինի ձեր մոտ կամ լավ երեկո, առողջ լինեք եւ խաղաղություն տիրի։ Բոլորի մոտ։ Այս 4 ծառն էլ հա պտտվում եմ սրա շուրջը անընդհատ։ Էս ամեն մեքենա։ Հա։ Ես կնում։ Այսինքն պատմություն։ Այո, Մայրամուտ։ ստեղ ավելի վառ էր, չէ՞ գույնը մի քիչ առաջ։ Դե գիտես քամի է, դրա համար iPhone-ով չեմ նկարում ուզած, որ քամուձենը շատ չգա։ Սա iPhone-ի նման չի կարում գույները լավ հաղորդի, Հա? բայց զատո սա կարում է շատ ավելի ուժեղ մոտեցնի։ Այս մասը ֆանտաստիկ է ուղղակի, այս։ Շենքերից սկսենք դանդաղ բարձրանանք։ Ծտերն էլ նենց հիացած են, ձեն չեն հանում։ Լուր Իրանք գիտեն, որ միկրոֆոնը մեր կողմն է շուրտված, ասում են, հենց ընեցխի երկենք։ Ժամը կարող է իմանաս անայդ։ Են էլ ճանապարհը, այսօր որ շուտ էին գնացել, հեշտել եկանք, չէ, առանց ոչ մի Այո։ խցանումի։ Բայց տես հիմա էլ չկա խցանում։ Դե որտե 8-ից արդեն։ 6-ից 8-ն է ամենավատ ժամը։ Անելավ։ Այս էլ սենց ավարտվեց։ Ամենաշատ է դա հիացնում էլի, որ ամեն օր նոր կտավ է մի հատ վարպետը նկարում։ Բայց տես այստեղ լրիվ կորավ արդեն։ Արտացոլվում էր այս կողմը ամպերի մեջ այդ գույնը, իսկ հիմա չկա արդեն։ Արագ է շատ փոխվում, ճիշտ ես։